Ուզում եմ անկեղծ խոստովանություն անել, իդեպ սա կլինի առաջին տեսանյութը Instagram-իս պատմության մեջ, որը ես ձայնագրում եմ հայերենով, չնայած նրան, որ ես արդեն 10 տարի է խոսում եմ հայերեն ու հիմա արդեն մակարդակս բավականին բարձրացել է, մինչև հիմա ես դեռ չեմ կարող իմ ներսում ինձ թույլ տալ տանեցիներիս ու ընտանիքիս անդամների հետ խոսել հայերեն։ Այդ երևույթի պատճառները հիմնականում շատ են ու հիմնական պատճառը գալիս է իրականում իմ մանկությունից ու այս կամ այն հանգամանքների բերումով մենք հիմա ունենք այն ինչ որ ունենք, բայց այս տեսանյութը ես ձայնագրում եմ ոչ թե պատճառները պարզաբանելու համար, այլ ունեմ ձեր խորհուրդների կարիքը։ Եթե դուք կամ ձեր ծանոթները, հարազատները, մոտիկները, ընկերները նման փորձ կամ խնդիր են ունեցել, ինձ իսկապես հետաքրքիր է, թե ոնց են լուծել այդ խնդիրը ու ինչ ես հիմա աստիճանաբար կարող եմ անել կամ փոխել իմ կյանքում, որ այդ խնդիրը այլևս ինձ համար խնդիր չլինի։ Եթե ունեք ինչ-որ փորձ, խորհուրդներ կամ հետաքրքիր մտքեր, ես շատ սիրով կուզեի կարդալ դրանք ու փորձել իրագործել իմ կյանքում։ Իրականում դա ինձ երբեք չի խանգարել մինչև երեխայիս ծնվելը, որովհետև ես անցել եմ ինքս այդ բարդ ճանապարհը հայերեն սովորելու ու հիմա չէի ուզի, որ իմ պատճառով, իսկ դա հենց իմ պատճառով է կատարվում, երեխաս զրկվի փոքր տարիքից հայերեն սովորելու, խոսելու ու լսելու հնարավորությունից։